Բարը բորային ժողովուրդ ջան, դուք գտնվում եք Roblox Comedy-ալիքում։ Այսօր ժողովուրդ ջան, եթե հիշում եք նախքին վիդեոում ասեցի, որ եթե վիդեոյի տակ հավաքեք 60 լայք, մենք կգնանք ու ձեր համար բերդը կնկարահանենք։ Ճիշտ է, դուք այդ վիդեոյի տակ չհավաքեցիք 60 լայք, բայց ես մեկը նկարելու էի։ Այժմ մեր բերդը ցույց տանք, ճիշտ է, այսքան չինք, ավելի մեծ է։ Ճիշտ ասած, ընդհանրապես բերդի պատմությունը չգիտեմ, բայց եթե վիդեոյի տակ հավաքվի 20 լայք, 20 լայք հավաքվի, բերդի պատմություն խոսք եմ տալի կլինի ալիքում։ Լավ, անցանք վիդեոին։ Ժողովուրդ ջան, ուրեմն միշտ բերդ գնալուց ուզում եմ ձեզնի բան ցույց տամ։ Ուրեմն ստեղ մի հատ ճեղքված քար եղել, որտեղ հսկայական քարանձավ է, ուզում եմ մի հատ ցույց տամ։ Չգիտեմ, ասում են ինչ-որ հին պատվալ է, բայց ես մեկ այդ բան չեմ ուզում, ես ասեմ քարանձավ է։ Որտեղ ինքը հսկայական շատ մեծ է, ու սենց տեսքի պատվալներ չեն լինում ընդհանրապես։ Գնաց։ Ժողովուրդ ջան, ուրեմն բերդ գնալու ճանապարհին, ստեղից մի հատ այնպես սիրուն տեսարան է բացում, ամբողջ շատ քարեր է, չեն կարող տեսնել, բայց այդ ամբողջ ձորը հրաշք տեսարանով երևում է։ Լավ։ Ժողովուրդ ջան, ուրեմն հասանք բերդ։ Ամեն ստեղ շատ հին ու այնպես հետաքրքիր տեսք ունի։ Լավ, ուրեմն ժողովուրդ ջան, ստեղ գիտեմ, որ մի հատ մեծ բանի պես ինչ-որ մեծ հոր կա, չգիտեմ ինչ է, ուղղակի տեղն են կորցրել, անցած անգամ եկա, էդի գտա, ուղղակի տեղն են կորցրել, որտեղից էր սկսում։ Այստեղ ձեր ինչպես անեք առանձին սենյակ կա, ժողովուրդ ջան, ուրեմն ձեզնի պատմություն պատմեմ, այդ պատմություն չէ, ինքը եղել է մեր գյուղի, ինքը առաջ եղել է Մամիկոնյան բերդը, ամեն տարի իտալացիների մեծ խումբ է գալի ու ստեղ տեղումներ է անցկացնում, մոտավորապես 2 տարի առաջ տեղից գտել են շատ հին թոնիրներ և այլն, շատ հին թոնիրներ են գտել, ու ստեղ մի հատ մեծ հորի պես բան եմ գտել, ուղղակի տեղն եմ մոռացել որտեղ, ինքը շատ մեծ էր ու նկուղային տեսքն էր։ Դավայ։ Ժողովուրդ ջան, ուրեմն տեսնեք, ստեղ թոնիրի հետ կա, ճիշտ թոնիր կա, մենակ այստեղ չի, ինքը այստեղ ամենաշատը գտել են ստեղից թոնիրներ, չգիտեմ այսքան են եղած։ Այն մուշաղ այնտեղ ծիսուր, այստեղ թոնիր, այս կողմը թոնիրի հետ կա, թոնիրի փոր։ Ժողովուրդ ջան, ուրեմն այս ստեղ էլի թոնիրի հետ կա, անցանք, մի այստեղ էլի, ուրեմն, ախր ես այդ հետ մեկ պատյան իգեք, թոնիրի հետքերից մեկը ստեղ է, Գնաց։ Ժողովուրդ ջան, ուրեմն ստեղ չգիտեմ, այստեղ ինչ-որ արանք կա, ուրեմն միայն այստեղ չի, միայն այստեղ չի, Ստեղ էլ նո հետքեր կան, ուրեմն ես սրանց պատմությունը կիսով չափ գիտեմ, կադրեք, ուրեմն ժողովուրդ ջան, այս իրանց գաղտնի ժողովուրդ ջան, ուրեմն այս ծակերը որ տեսակ, ուրեմն սրանց պատմությունը կիսով չափ գիտեմ, սրան գաղտնի ուղիներ են, առաջ օպերատիվնյա ձորը Յարավի չեք Սա այլ մանկապարտեզն է։ Ուրեմն
Սրանք կոչում են գաղտնիուղիներ, եթե օպերատորը մեր ձոր ցույց տվեց, ապա առաջ հին ժամանակներում այս գաղտնիուղիներով ջուր էին տանում, իջնում են ներքև եւ ջուր են վերցնում, այնուհետեւ գալիս են, ոչ թե բերդից դուրս են գալի բանով, այլ գաղտնի ուղիներով իջնում են մոտակա ջուր, այնտեղ ունենք մի հատ ձորային հատված, որ Ժողովուրդ ջան, ուրեմն էսի տենում եք, ինչքան գիտեմ, ստեղ ջրեր է պահում, ցավոք սրտի կոտրված է, չգիտեմ ով է կսել, բայց ինքը կոտրված է։ Դա նախորդ անգամ եկել էսի կոտրված է, չգիտեմ ով է կսել։ Ստեղից մի հատ հրաշք տեսարան է բացում։ Ջան, բարձրացանք վերև, բարձրացած կար, ստեղից մի հատ ամբողջությամբ ցույց տանք, ինչ մեծ ու հետաքրքիր տեսք ունի։ Ստեղծել են ծակը, որ ասում էի, հենց խոսը հորի պես բանը, ասում եք ցավա։ Դա այս մենք սիրուն կադր։ Ստեղ սիրուն կադր ունենք։ Այն կողմը ձորն է։ Հիմա իրար հետ կիսնենք ուսումնասիրենք։ Ջան, ձեզ մի հարց եմ տալու։ Այս վիդեոն նայելուց հետո դուք ինչ պետք է անեք։ Ինձ մոտ է դախտիր։ Իմ կարծիքով ես ինչքան հիշում եմ, դուք պետք է լայքեք ու այս վիդեոն բաժանորդագրվեիք։ Դու օպերատիվ տենց ես կարծում։ Լավ։ Ժողովուրդ ջան, դե ինչ հիմնականում այսքանն էր վիդեոն, չենք մոռանալ դնել լայքն ու բաժանորդագրվել իմ ալիքին, ձեր դեր այսօր Ռոստոմը, եթե հիշում եք, ասացի, որ եթե վիդեոյի տակ հավաքենք 20 լայք, Բերդի պատմություններ կպատմեմ, բոլորին տեսուչ